Երկուամյա Տիգրանի հորաքույրը սոցիալական ցանցի իր էջերում գրել է. «Չգիտենք արդեն ինչպես դիմենք, ոնց ասենք, որ սուտ լուրեր չտարածեք, որ տեսանյութ եք տեղադրում հարգելի լրատվականներ, գոնե ճիշտ տեղադրեք։ Ասում եք Տիգրանի հարազատներն ասել են լացի ձայնը եղել է Տիգրանինը, ինչու եք ստում, լայքի համար ինչու եք սուտ լուրեր տարածում, որ մի հատ լայք շատ ստանաք, հա։ Ամոթ ունեցեք, հերիք ա մարդկանց ցավի վրա աղ լցնեք։ Պապիկն ընդամենը ասեց զանգել են լացի ձայն է եղել, ուրիշ ոչ մի ավել բան։ Եթե պետք է հորինեք, ապա ավելի լավ է լռեք, տենց ավելի մեծ օգնած կլինեք։ Պահանջում ենք հեռացրեք ես ձեր տափակ տեսանյութը և նման տեսանյութերն ու հոդվածները։ Նշենք, որ Տիգրանի հարազատները երբեք չեն ասել, թե լսված լացի ձայնը հենց Տիգրանինն էր։ Պապիկը վշտից կոտրված ընդամենը ասել է, որ զանգել են և լացի ձայն է լսվել, ոչ մի հավելյալ բան, ոչ մի հաստատում, ոչ մի ենթադրություն։ Իսկ եթե մի քիչ սրտացավ եք ու ձեր նպատակն իսկապես օգնելն է, ուրեմն օգնեք լռությամբ, մի տարածեք չստուգված տեղեկություններ, մի ավելացրեք այն ցավին, որ արդեն չափից շատ է։ Լռությամբ դուք ավելի շատ օգտակար կլինեք, քան կեղծ լուսաբանմամբ։ Ինչ անել, ինչպես օգնել, սա հենց այն հարցն է, որը մեզանից շատերը տալիս են այս օրերին, Տիգրանի անհետացման և նրա ընտանիքի աննկարագրելի վշտի ֆոնին։ Լռություն, եթե չգիտես ինչպես ասել ճշմարտությունը։ Լռությունն այս պահին ամենամեծ աջակցությունն է։ Մի տարածիր այն, ինչի ճշտության մեջ վստահ չես, չստուգված տեղեկությունները կարող են ոչ միայն խեղաթյուրել իրականությունը, այլև խանգարել որոնողական աշխատանքներին։ Քաջալերիր ու սատարիր ընտանիքին հուզական առումով։ Թույլ տուր նրանց հանգիստ տանել վիշտը։ Գրում են, միշտ մտածում ենք ձեր մասին, դուք մենակ չեք, այս խոսքերը կարող են իսկապես մխիթարել։ Աջակցիր կամավորական խմբերին, եթե ունես տեղեկություն կամ ռեսուրս։ Աղոթիր կամ պահ պահիր, եթե հավատքով ես ապրում։ Շատերի համար աղոթքն իրական օգնություն է։ Ոմանք պահք են պահում կամ մոմ վառում Տիգրանի վերադարձի համար։ Դրա մեջ մեծ հոգևոր ուժ կա։ Եթե ուզում ես, դու ինքդ էլ կարող ես աղոթքով օգնել փոքրիկ Տիգրանին։ Նշենք, որ վերջին շրջանում երեխաների անհետացման դեպքերի հաճախացմանը նպաստող մի քանի հնարավոր պատճառներ կան։ Առաջինը հասարակության թվայնացում ու ցանցային շփումներն են։ Երեխաները հաճախ շփվում են անծանոթների հետ ինտերնետում, ինչն օգտագործում են վտանգավոր անձինք նրանց վստահությունը շահելու և խաբելու համար։ Նշենք, որ Տիգրանի դեպքն այս դեպքը չէ, քանի որ Տիգրանը ընդամենը 2 տարեկան էր։ Հասարակական անվտանգությունը որոշ շրջաններում, քաղաքային կամ գյուղական միջավայրերում կարող է բացակայել անհրաժեշտ անվտանգ ենթակառուցվածք, ինչը մեծացնում է վտանգը փողոցներ առանց տեսանկարահանման, ոչ ապահով խաղահրապարակներ և այլն։ Ինչու են երեխաները հաճախ անհետանում։ Այս ամենը պետք է ահազանգ լինի ծնողների համար։ Նշենք, որ վերջին 1 շաբաթվա ընթացքում 3 կորած փոքրիկներ են եղել։ Երկուամյա Տիգրանի անհետացման պատմությունը միավորել է ողջ հանրությունը։ Անտարբեր չի մնացել ոչ ոք, ոչ հանրային դեմքերը, ոչ հասարակ քաղաքացիները։ Ամեն ոք իր ձևով է ապրում այս ցավը աղոթքով, հույսով, գրառմամբ կամ օգնությամբ որոնումներին։ Սոցիալական ցանցերը ողողված են աղոթքով, թող գտնվի Տիգրանը ողջ և առողջ։ Նշենք նաև, որ զանգելուն անդրադարձել էր նաև ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Թե իբր երեխայի լացի ձայն են լսել զանգի ընթացքում, նա նշել է. ճշտվել է ահազանգողի ինքնությունը և պարզվել, որ տվյալ անձն անչափահաս երեխայի կորելու դեպքի հետ որևէ առնչություն չունի։ Հիմա որոնողական աշխատանքներին ընթանում են զուգահեռ ինչպես գետահովտում, այնպես էլ հարակից անտառապատ ու բնակելի հատվածներում։ Ոստիկանությունը բացի որոնումներից շարունակում է վերլուծել տարբեր վարկածներ, բացառելու որևէ դիտավորությամբ կամ անզգուշությամբ կատարված հանցագործության տարբերակ։ Տեղացիները, որոնման մասնակիցները ու առավելապես փոքրիկի ծնողները հյուծված, բայց դեռ հույսով ու աղոթքով լցված օրեր շարունակ չեն լքում տարածքը։ Նրանք մասնակցում են նաև եկեղեցական պատարագների աղոթում իրենց որդու ողջ և անվնաս գտնվելու համար։ Հայաստանի ամբողջ տարածքում մարդիկ սրտատրոփ հետևում են այս պատմությանը, հուսալով, որ փրկարարների և Աստծո կամքով այս փոքրիկը ողջ ու առողջ կգտնվի, իսկ մինչ այդ յուրաքանչյուր ժամ կարևոր է, յուրաքանչյուր լուր սպասված և յուրաքանչյուր աղոթք հավատով լի։
Որոնումներին ներգրաված են հարյուրավոր փրկարարներ, ջրափրկարարներ, կինոլոգներ, ոստիկանության աշխատակիցներ, գյուղի և հարակից բնակավայրերի բնակիչներ։ Այս ընթացքում ակտիվորեն օգտագործվել են ԱԹՍ-ներ, ջրափրկարարական նավակներ, ինչպես նաև ծանր տեխնիկա՝ գետը մանրակրկիտ զննելու, խողովակներ ու քարեր տեղափոխելու համար։ Որոնումներին զուգահեռ կատարվում են մարդկանց հարցաքննություններ, ստուգվում են տարբեր վարկածներ, ներառյալ առևանգման հնարավորությունը։ Ստուգվում են նաև տարածքում շարժվող մեքենաները, վերանայվում են գյուղի և հարակից հատվածների տեսահսկման հնարավոր կադրերը, ջրագծերը, բաց և փակ տարածքները։ Տիգրանի անհետացման օրվանից ի վեր գյուղը բառացիորեն շունչը սպասում է մի լուրի, որը կբերի հույսի նոր շող։ Ոչ մի լուրջ վարկած այս պահին բացահայտված չէ, իսկ իրավապահները հորդորում են զերծ մնալ կեղծ լուրերի տարածումից, քանի որ ցանկացած մանիպուլատիվ կամ անհիմն տեղեկություն կարող է վնասել ինչպես քննչական աշխատանքներին, այնպես էլ երեխայի ընտանիքին։ Նշվում է նաև, որ որոշակի տեղեկություններ միտումնավոր չեն հրապարակվում, որպեսզի չվնասեն որոնողական և քննչական գործողություններին։ Հարազատները շարունակում են հուսալ ու աղոթել, ամեն օր արթնանալով միակ ցանկությամբ՝ Տիգրանը վերադարձած տեսնել իրենց գրկում։ Մեծ ցավ, անասելի անորոշություն և անդադար սպասում, այս ամենը դարձել է գյուղի բնակիչների, ողջ Հայաստանի ու Սփյուռքի հույզերի կենտրոնը։ Հարյուրավոր քաղաքացիներ գրառումներ են անում սոցիալական ցանցերում, կոչ են անում լուռ ու մարդկային օգնություն ցուցաբերել, խուսափել դատողություններից ու շահարկումներից։ Այս պահին կարող ենք միայն աղոթել, հուսալ և հավատալ, որ փրկարարական գործողությունները կհանգեցնեն երկար սպասված լուրին՝ Տիգրանի գտնվելու վայրը վերջապես հայտնի կդառնա։